44 օրյա պատերազմից անմիջապես հետո ես մեկնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որպեսզի ասածս հավաստեմ, իմ հետ է նաև իմ վաղեմի 40 տարվա ընկեր բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։ Այնպես պատահեց, որ իմ հարազատը, իմ զարմիկը, եղբորս տղան պաշտոնավորում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ես իրեն խնդրեցի, որպեսզի մեզ ընդունի Արայիկ Հարությունյանը։ Դե Արայիկ Հարությունյանը լինելով իմ ուսանողը պետական տնտեսագիտական համալսարանում Երևանի, շատ սիրալիր կերպով մտանք եւ նույնիսկ ասեց հենց հիմա ես ընթերցում եմ իմ սեղանին դրված է Դավիթ Գասպարյանի Եղեշե Չարենցին նվիրված մենագրությունը։ Եվ իրոք ինքը դա ցույց տվեց այդ գիրքը։ Զրուցեցինք բան, հետո այնպես պատահեց, որ ես խնդրեցի, որ Դավիթ Գասպարյանը մի 5 րոպե շուտ մեզ հրաժեշտ տա, քանի որ ես իր հետ խոսելու խնդիր ունեմ։ Ես ասացի, պարոն Հարությունյան, դե մենք նաև բարեկամներ ենք, կարող էր մեր զրույցը լիներ անկաշկանդ եւ անկեղծ։ Ասացի, պարոն Հարությունյան, ում ես սպասում։ Ինչ ես ընկել սրա նրա ազդեցության տակ։ Ինչու՞ չես գնում Ալիևի հետ ուղիղ բանակցությունների։ Վերջին հաշվով այս արճակատումը առաջինը եթե այսպես է ավարտվել, երկրորդը ավարտվելու է ավելի արհավիրքով։ Ասես պարոն Սաֆարյան, ես կարծում եմ խաղապահների տեղակայումը, դիսլոկացիան լուրջ խթան է, միգուցե բանակցությունները այնպես գնան Ռուսաստանի մասնակցությամբ, որ կարող ենք մենք վերականգնենք գոնե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, որպես կարգավիճակ։ Ես իրեն ասացի, որ գիտեք, Ադրբեջանի սահմանադրությամբ չկա արդեն տարածքային ամբողջական, տարածքային ազգամիջյան փոքրամասնությունների վերաբերյալ կարգավիճակ տարածքային եւ կարծում եմ սրանք սին պատրանքներ են։ Ես կարծում եմ դու պիտի այդ հին կարծրատիպերը, ստերեոթայպերը ջարդես եւ գնաս դրան։ Զրուցեցինք, բարի բաժանվեցինք, երկրորդ անգամ 2022 թվականի։ Բայց մոտիշ տպավորություն եղավ, որ Արայիկ Հարությունյանը կաշկանդված էր իր շատ կաշկանդված էր, որովհետեւ Արայիկ Հարությունյանը գտնում էր Արցախի երկու նախագահների նախորդ, ուրեմն ազդեցության ներքո, այլ բան չեմ ուզում ասեմ, որովհետեւ նույն բանը ես նաև ասել եմ Ռուբեն Վարդանյանին, դուք լավ գիտեք, ես ասել եմ Ռուբեն, եթե դու չհրաժարվես այդ փթած ուղեղների ազդեցությունից, քեզ եւս սպասվելու է լուրջ ճակատագիր։ Դե մենք հարազատներ ենք, լավ խոսում ենք, իր հայրի վաղեմի ընկերն էր Կարլեն Վարդանյանը եւ գրեթե մենք անընդհատ խոսում ենք եւ նույնիսկ խոսալու ժամանակ իմ ընկերներս, ասենք տարբեր հասարակական հանրային վայրերից կլներ ֆորումներ, կլներ սրճարաններ, ռեստորաններ, բոլորը տեսնում են, որ ես խոսում եմ կամ նախագահի հետ կամ Ռուբեն Վարդանյանի հետ։ Հերթական այցելությունների ժամանակ 2022 թվականի աշնանը Արայիկը վերադարձել էր Ֆրանսիայից եւ ես ասացի, պարոն նախագահ, ինչու եք ասում, որ ռուս խաղապահներին պետք է օժտել միջազգային մանդատով։ Ոչ թե կապույտ բերետավորների կամ այլ պահանջ։ Այո, ասացի, սա հղի անկանխատեսելի հետևանքներով։ Դուք մոռացաք բա Փարուխ ուրեմն խրամորդ հատվածը Իշխանաձորի Շիկահողի հատվածը դուք մոռացաք ճանապարհը 3 տարի պիտի լիներ ժամանակը շրջանցվեց եւ դուրս են գալիս արդեն ուղիղ Եղցահող կանաչ թալա եւ Բերտաձորի գյուղերի միջով ենք արդեն գնում չնայած դրա այստեղ էլ մենք ունենք մեղքի բաժին որովհետեւ այդ ճանապարհը գրեթե կառուցեցին Ադրբեջանի ճանապարհային կազմակերպությունները Եվ այնպես պատահեց, որ տառացիորեն 1 ժամ հետո հանդիպեցի արտաքին գործոս նախարար այժմ պատանդարված Դավիթ Բաբայանի հետ եւ զրուցեցինք ես ասացի պետք չէր այդպիսի բաներ ասել որովհետեւ սա նշանակում է Արցախի հայաթափում եւ գիտեք Դավիթ Բաբայանը ինձ ինչ պատասխանեց ասեց պարոն Սաֆարյան մենք պիտի Նիկոլին հեռացնենք դա սարսափելի է դա զարուրելի է դա հրեշ է մենք եթե Նիկոլին չհեռացնենք մենք հղի ենք ամենածանր վտանգներով եւ ես տեսա որ ինչպես են սրանք սրսկվում Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, այստեղից էլ հատկապես Ռոբերտ Քոչարյանի կողմից, որովհետեւ նա
քնում վերեր կենում տեսնում էր միայն իշխանապողություն այլևս չեմ խոսում որ նրանց մասնակցությունը 44 օրյա պատերազմին միայն եղավ այն որ նրանք անթակույց կերպով եւ նաեւ թաքնված կերպով ուրախանում էին Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի անհաջողություններով սա այլ խնդիր է կարծում եմ արդեն ինչ պետք էր ես ասեցի Այդ դեպքում ինչպես կբացատրեք, որ մի կողմից Ալիևը գովերքն է անում Թրամփի խաղաղության այս մեր իբր թե այդ խաղաղության հետ կապված եւ մյուս կողմից առաջարկում է 3+3 տարածաշրջանային ձևաչափի վերաբերյալ հայտարարությունները անում, սա ինչով եք բացատրում։ Տեսեք։ Եվ դրանից հետո Մոսկվայի է գնում փաստորեն արտգործնախարարը Այո, ես ուշ-ուշով հետևում եի Բայրամովի այցին Մոսկվայում։ Տեսեք, Թրամփը ինստիտուցիոնալ առումով այստեղ եթե ունենա դա լինելու է միայն Թրիպի դեմքով ինստիտուցիոնալ առումով եւ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը պիտի ասեն որ Թրամփի ռազմավարական գործընկերները չեն պարզապես տարածաշրջանում աշխարհակաղակական կարգավիճակը կամ турբուլենտայնությունը որոշ ժամանակ այդպիսին էր հասել էին այն աստիճանի որ ընդամենը տարածաշրջանը պետք է զերծ մնար մեծ ցնցումներից նոր ցնցումներից պարզապես Թրամփը փորձ էր անում ինչպես Զելենսկու դեպքում Բայդենից խլել չնայած նա արդեն պաշտոնաթող նախագահ էր Զելենսկուն խլել Բայդենի ազդեցությունից այնպես էլ Հարավային Կովկասում հաստատել իր ուրեմն դոմինանտությունը մի բան որը իրեն հաջողվեց Այսինքն Պուտինից խլել Ալիևին եւ Փաշինյանին Այո իհարկե եւ 3+3 ձևաչափի մեջ ես պիտի ասեմ նաեւ իր անկողմնակալ եւ սկզբունքային դրսեւորումը ցուցաբերեց Իրանի Իսլամական Հանրապետությունը որովհետեւ եթե պիտի կայանար 9-րդ կետի իմպլեմենտացիա նոյեմբերի 9-ի հայտարարության, ապա Սյունիքը ամբողջովին կտրվելու էր Հայաստանի Հանրապետությունից։ Ռուսաստանն էլ փայլուն կերպով իրագործում է մի քանի փայլուն օպերացիաներ Հայաստանի հաշվին, որոնցից մեկը մեր տարածքների անմնացորդ նվիրելն է Ադրբեջանին, եւ շուրջ 106 տարվա ընթացքում ունենք այնպիսի մի դեպք, որ նվազագույնը 20,000 կիլոմետր անցել է Ադրբեջանի Հանրապետությանը։ Այլևս չեմ ասում մեր անկախ պետականության տարածքային ամբողջականությունից էլ 29743 կիլոմետրից էլ շուրջ 250 կիլոմետր այսօր գտնվում է ադրբեջանական ռազմական ուժերի մշտական վերահսկողության ներքո դիսլոկացված։ Հիմա դուք ինչ եք ուզում ասեք, այս ձևաչափով Ալիևը չգիտի, որ պետք է սիրաշահել եւ ռուսներին եւ պետք է հետ չմնա արեմտյան ազդեցության իր հավատարմության խոստումներից, որը նրան տանելու է դեպի Ադրբեջանի ավելի ինքնուրույնության, Ադրբեջանի խաղացողի կարգավիճակի այսպես կոչված թեկուզ նեղ առումով տարածաշրջանային խաղացողի կարգավիճակի դերի ավելի ամրապնդման ամբողջ խնդիրը նրա մեջ է որ մենք ամբողջ խնդիրը այն է որ մենք տեսնում ենք որ ինքը Ադրբեջանի դիկտատորը եւս լուրջ խնդիրներ է ունենալու շատ շուտով որովհետեւ ինքը չի կարող ինչքան ուզենա ռուսական գազով այժմ չխոսենք այլևս ռուսական գազի կամ տնտեսական խնդիրներ է ունենալու Եվ տնտեսական եւ ինչու՞ չնայել քաղաքական վերջին հաշվով ես ասում եմ կան խնդիրներ, որոնք Ալիևին հեշտ չի տրվելու միջազգային հարթակներում ունենալ լուրջ առաջխաղացումներ։ Բայց թե սա թողնենք հետագային։ Ես ինչու համար եմ ուզում այս քաղաքագիտական եւ հետադարձ եւ ժամանակակից վերլուծությանը մեզ տրամադրենք, որովհետեւ ինչքանով որ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում է զգուշավոր քաղաքականություն եւ դա շատ ճիշտ է անում բայց նաեւ Նիկոլ Փաշինյանը փայլուն կերպով գիտակցում է այսօր ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում, արևմտյան հարթակներում, նաեւ Ռուսաստանում եւ պիտի ես երիցս պաշտպանեմ եւ աջակցեմ
նրա Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները եւ շատ դեպքերում երբ որ ասում են բանը չողջունեց Պուտինը չողջունեց ես ճիշտ ասած դրա մեջ վատ բան չեմ տեսնում լավից որովհետեւ ինչպես ասում են սատանան այնքան էլ սարսափելի չի ինչքան մենք պատկերացնում ենք մենք տեսնում ենք որ մեր բեռնարկղների տնտեսական չասեմ պատժամիջոցների սահմանափակումների հետ կապված մենք կարողանում ենք նաև ունենալ այլընտրանքային խնդիրներ եթե այլընտրանքային առաջխաղացումներ դե եթե Պուտինը չի դիմում Հայաստանի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ինքը ասում է հայ ժողովուրդ չէ որ անթույլատրել է միջազգային հարաբերություններում ապա մեր ժողովուրդը ծիրան է արտադրում կոնյակ է արտադրում չէ տնտեսական ապրանքները արտահանում ինչու է մեր ժողովրդին եք դիմում ինչու է մեր ժողովրդին վատություն անում ընդդիմությունն ասում է Պուտինը այդպես փորձում է հյուծել մեր տնտեսությունը ինքը շատ փոքր մարդ է հյուծելու համար եւ Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորում որպեսզի հնարավորություն չտա նորից մտերմիկ զրույցներ տնտեսություն հյուծելով մեր պետականությունը հանուն անկախության եւ հանուն ազատության որ վեր է ամեն ինչից մեր պետական քաղաքականության համար այդ դեպքում ես այդ մեր Հայաստանում ընդդիմություն չկա Հայաստանում կան հրոսակախմբեր կա 5-րդ շարասյուն ընդդիմությունը դա լուրջ քաղաքական կապիտալ է լուրջ քաղաքական գործիք է լուրջ քաղաքական ձեռքբերում է ինչ ուզենանք կարող ենք ասել բայց դեպքում ես ձեզ հարց տամ եթե դուք ինձ պիտի անընդհատ խանգարեք կամ պիտի անընդհատ չթողեք իմ կարծիքս ասեմ հիմա ես ձեզ հարց եմ տալիս ռետորական բայց Բանենք Ռուսաստանում ունենք շուրջ 3 միլիոն հայ քաղաքացիներ երբ որ եկեղեցու հետ կապված եկեղեցու չի մի քանի ուրեմն անբարոյական հոգևորականների հետ կապված Ռուսաստանում հանրահավաքներ արեցին երբ որ Ռուսաստանի քաղաքականության կամ Ռուսաստանի դեմ հայտարարություններ գնաց հանրահավաքներ արեցին Ռուսաստանի դեմ չէ որոշ քաղաքական ուժերի բայց ինչու Ռուսաստանում ծվարած հայ պսևդո քաղաքական գործիչները Արա Աբրամյան, Անդրանիկ Միհրանյան, Մարգարիտա Սիմոնյան, Կարեն Շահնազարով, Սեմյոն Բաղդասարով թվարկեմ թե հերիք է այդ ինչու կոչ չեն անում մեր հայրենակիցներին այնտեղ Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ նախագահի եւ Կրեմլի արչեւ հանրահավաք անեն հաջակցություն հայ գյուղացու հաջակցություն հայ արտադրողի հաջակցություն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման որի համար նույնիսկ Ռուսաստանը պարտավոր է Ռուսաստանն է նախաձեռնել ԵԱՏՄ-ի կառույցը ստեղծելով որպեսզի Հայաստանը ունենա իր ինքնիշխանության սուվերենիտետի հետ որոշակի սահմանափակումներ այսեն մեր սահմանափակումների գնալով Սերժ Սարգսյանը 2013 թվականի աշնանը չէ մեկ գիշերվա ընթացքում երբ որ պիտի ունենանք Եվրամիության հետ գործընկերային հարաբերություններ չէ արևելյան գործընկերության շրջանակներում այսի սա պիտի մենք գնայինք այդ դեպքում թող այդ հայ կոչեցյալները կարծեմ ես վերջերս ձեր եթերից եմ ասել հայացին հայացյացները եւ բլոգերներից մեկը ասեց հեղինակը ես չեմ Գայիկ Սաֆարյանն է պատմաբան Հիմա թույլ տվեք կրկնեմ հայացին հայացյացները թող կազմակերպեն հանրահավաքներ թող կազմակերպեն ուրեմն բողոքի ցույցեր ի նշան հայ գյուղացու իրավունքների ոտնահարման հոգուտ հայ բարձրացնեն այդ հարցը ինչու չեն անում սա ինչ կրկնակի ստանդարտների քաղաքականություն է սա ինչ հայի մասին է խոսքը հայ լինելու մասին է խոսքը մեկ այլ փայլուն բան ասեմ գործընկերային հարաբերություններ եւ ռազմավարական դաշնակից կարգավիճակ ունեցող երկիրը ինչպես կարող է ցույց տալ թույլ տալ մի քանի տասնյակ քրեական օլիգարխներ քրեական գործերով անցնող երկու պաշտպանության նախարարներ հանրապետության գլխավոր դատախազ մարտի 1-ի գործով մեղադրյալ իրավական ոլորտի բազմաթիվ անփառունակ աշխատակիցներ գործիչներ հայտնվեն Ռուսաստանի Դաշնության հուսալի ձեռքերում երբ որ Հայաստանի Հանրապետության եւ գլխավոր դատախազը եւ իրավասու մարմինները պահանջել են նրանց վերադարձը նրանց ուրեմն էքստրադիցիան դեպի Հայաստանի Հանրապետություն, քանի որ նրանք անցնում են բազում քրեական գործերով։
այլևս չեմ խոսում նաև քաղաքական հանցագործ լինելու պահով, որը կարծում եմ վաղ թե ուշ դա էլ կշտկի ժամանակի պահանջից ելնելով։